Բարև ձեզ, թարմացած նորություններով եթերում հորիզոնն է, մայիսի 28-ն է, չորեքշաբթի։ Այսօր Հանրապետության տոնն է։ 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Բաշ Շաբարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի հերոսամարտերով հայ ժողովուրդը ձեռք բերեց երկար սպասված պետականություն, ստեղծվեց առաջին հանրապետությունը, որը թեև կարճ կյանք ունեցավ, բայց հիմք դարձավ սերունդներին շարունակելու պայքարն անկախ պետականության համար։ Հայաստան անկախությունը վերականգնեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով։ Հանրապետության տոնի առթիվ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը այցելել է Սարդարապատի հուշահամալիր, պաշտոնական միջոցառումների մեկնարկը տրվել է վարչապետի ելույթով։ Սարդարապատի բարձունքում են հանրապետության թե գործադիր, թե օրենսդիր եւ թե դատական իշխանությունների ներկայացուցիչներն իրենց ղեկավար կազմերով։ Հուշահամալիր են բարձրանում նաեւ հանրապետության վարչապետը, նախագահն ու ազգային ժողովի նախագահը։ Պաշտոնական միջոցառումների մեկնարկը տրվում է կառավարության ղեկավարի ելույթով։ Նիկոլ Փաշինյանը նախընկծում է. առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց մեզ 4.5 դար պետականազուրկ ազգից կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի եւ մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ, հանրապետություն, որտեղ իշխանության տերը Հայաստանի ժողովուրդն է եւ նա է ընտրությունների միջոցով որոշում, թե ով եւ ինչպես պետք է կառավարի պետությունը։ Առաջին հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության մեր ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը մեզանում, որովհետև դրա ժամանակը չունեցավ։ Իսկ խորհրդային միության գոյության գրեթե ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարանքի առարկա դարձավ։ Կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել առաջին հանրապետությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, թե 70-ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում։ Անկախ եւ ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են, բայց ըստ վարչապետի, հիմա արդեն երրորդ հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունը ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ կամահրանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։ Կառավարության ղեկավարի գնահատմամբ պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզանում։ Փաշինյանի համոզմամբ մեր պետության եւ ինքնության հարատեվությունը ապահովելու համար հենց սա պետք է հաղթահարել, ինչի արդյունքում ըստ նրա կկարողանանք արձանագրել եւ մարսել մի քանի առանցքային իրողություն, որոնք հերթով թվարկում է վարչապետը։ Իրողություն թիվ 1. Մեր ինքնությունը մեր պետությունն է։ Մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետև բոլոր այն հատկանիշներն, որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն պետականության գոյության պայմաններում, պետական որոշումներով եւ կամ պետական աջակցությամբ։ Իրողություն թիվ 2. 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս։ Հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ Վարչապետի խոսքով 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել։ Ըստ Փաշինյանի, այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ։ Իրողություն թիվ 3. Վերջին 4.5 դարվա մեր պատմությունը, պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում։ Մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ, սա մեջբերում է վերջին 450 տարվա
մեր պատմության եւ պատմական Հայաստանի ուղերձից։ Սրանք են այն ուղերձները, որ պատմությունը եւ պատմական Հայաստանը հղում են մեզ, եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունը ըմբռնել եւ իրագործում է պատմական այս ուղերձը։ Իսկ չորրորդ իրողությունն ըստ կառավարության ղեկավարի այն է, որ արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է, եւ մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը, որի գործում միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը։ Հարևանների եւ ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը։ Եվ այս հենքի վրա բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն վարելը եւ նրա ստեղծած հնարավորությունները։ Իրողություն թիվ 5. Պետությունը պատասխանատվություն է, ազատությունը պատասխանատվություն է։ Հարության ու յուրաքանչյուր անհատի երկարաժամկետ ազատությունն ու բարեկեցությունը ուղիղ համեմատական են։ Այս իրողության հանրային եւ անհատական գիտակցման եւ այդ գիտակցումից բխող վարվելակարգի հետ։ Դեպի Հայաստանի Հանրապետության հարատևություն, պետական անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն ու ազատություն տանող մեր ընթացքը մտնում է պատմականորեն վճռական փուլ, հայտարարում է Հայաստանի ղեկավարը։ Փաշինյանի գնահատմամբ նախորդող շրջանում ունեցել ենք անուրանալի հաջողություններ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման նախագիծը համաձայնեցված եւ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները ավարտված են։ Այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ ենք իրականացնում համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն։ Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Հայաստանի եւ Վրաստանի միջև հաստատված է ռազմավարական գործընկերություն։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Այս նախադասությամբ է Նիկոլ Փաշինյանը եզրափակում իր ելույթը։ Ներկաները նաև ծաղիկներ են խոնարհում Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Վահագն Ակոբյան, Հորիզոն։ Այսօր մայիսի 28-ին նշում ենք պատերազմից, ցեղասպանությունից եւ կայսրություններից մազապուրց եղած Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը։ X-ի միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոնտինին։ Կեցե հանրապետությունը եւ կեցե ազատ, ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանը, նշել է իր գրառման մեջ դեսպանը։ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության ու կայունությանը նպաստելու ջանքերին, որոնք վճռորոշ են Հարավային Կովկասի բարգավաճման համար։ Այս մասին ասված է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Ադրբեջանի անկախության օրվան նվիրված ուղերձում։ Ուրախ ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կապակցությամբ ընդգծել է պետքարտուղարը, ավելացնելով, որ Միացյալ Նահանգները ցանկանում է խորացնել համագործակցությունը Բաքվի հետ ամբողջ տարածաշրջանում խաղաղ բարգավաճ ապագա ապահովելու համար։ Քիչ առաջ տորնադո է դիտվել Արթիկի տարածաշրջանում։ Այն Հայաստանի համար արտառոց մթնոլորտային երևույթ է, այս մասին հայտնել է հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-յան իր էջում տեղադրելով կադրեր ուժեղ պտտահողմից։ Տորնադոյի հետևանքով Արթիկ քաղաքում տների տանիքներ են վնասվել, պտտահողմը պոկել է տանիքների թիթեղներ, արևային կայանների պանելներ։ Տարածաշրջանի մի փականի բնակավայրերում մեծ մանթաշ, փոքր մանթաշ, Սարալանչ, Արևշատ, Նահապետավան, Հառիջ գյուղերում կարկուտ է տեղացել։ Արթիկի համայնքապետարանում ձևավորված աշխատանքային խումբ ուսումնասիրություններ է կատարում համայնքներում, պարզելու տորնադոյի եւ կարկտի հետևանքով տնտեսություններին հասցված վնասների չափերը։
Առաջին հանրապետության օրը Գյումրիում երգչախմբային տոնի է վերածվում արդեն 4-րդ տարին։ Հայաստան երգչախմբային 4-րդ հանրապետական փառատոնին այս անգամ ավելի մեծ թվով երգչախմբեր էին մասնակցում Երևանից եւ տարբեր մարզերից։ Փառատոնը արվեստի դպրոցների համար լուրջ եւ պատասխանատու մրցույթի է վերածվում երգչախմբային արվեստը հանրայնացնելու առումով։ Ընդամենը 7 երգչախմբով սկիզբ առած փառատոնին 4 տարի անց արդեն մասնակցում էին 7 մարզերի 18 համայնքների արվեստի ու երաժշտական դպրոցների երգչախմբերը։ Մասնակից սաների թիվը 1000-ի է հասնում։ Մենք սրանով շատ լուրջ քայլ ենք կատարում դեպի ապագայի մեր քաղաքացին իր ներքին ինտելեկտուալ կյանքով ապրելու համար։ Այս փառատոնի ամենամեծ հաղթանակը այս չափ երեխաների միասնական երգելն է, որովհետև ընդունված է կարծել, որ երբ մարդիկ միասին երգում են, իրար նկատմամբ շատ ավելի ճիշտ եւ դրական էմոցիաներ եւ վերաբերմունք են ունենում։ Երեխաներին համախմբողն ու ոգևորողը նաև հնարավորությունն է, երբ արվեստի դպրոցներում ստացած երաժշտական կրթությունը փառատոնային հարթակում են ներկայացնում իրենց համայնքից ու մարզից դուրս։ Երբեմն մենք տեսնում ենք երգչախմբեր, որտեղ կան տարբեր տարիքային խմբեր, բայց կա բալանսավորված երգեցողություն, երբեմն մի տարիքային խումբ, բայց ոչ բալանսավորված երգեցողություն, երբեմն գիտակցում ենք, որ գյուղը այնքան փոքր է, որ ոչ թե 15 հոգի ընտրել են, որ բեմում լինեն, այլ այդ 15 հոգին է, որ կարող են բեմում լինել, եւ այս առիթով ժյուրին հնարավորինս գնահատելու այս բոլոր հանգամանքները, որպեսզի արդարացի որոշում կայացնի։ Մենք առաջին անգամ ենք մասնակցում եւ երեխաները շատ ողջավորված են, տպավորված են։ Հանրապետական փառատոնին պրոֆեսիոնալ եւ սիրողական երգչախմբերն են մասնակցում։ Նույն մրցութային հարթակում փորձում իրենց պատրաստվածությունը։ Մոտ 1000 մասնակիցները բոլորն էլ դպրոցական տարիքի են։ Կազմակերպիչների համար ամենամյա դարձած փառատոնը երգչախմբային արվեստի հանրայնացմանն ուղղված կարևոր մշակութային ծրագիր է, որը նաև այլ արժեքներ է ձևավորում երեխաների մոտ։ Ես վստահ եմ, որ դա մեծ լոմա ունի նրանց կրթական մակարդակի, ճաշակի, ընկերասիրության, հայրենասիրության, կոլեկտիվ երգեցողությունը, որը որ ձևավորում է անհատի, որը պետք է պիտանի լինի հասարակությանը, սա մեծ հնարավորություն է, որպեսզի երեխաները սիրեն, ընկերանան, լսեն, ամենակարևորը երգչախումբը ոչ միայն երգելու մասին է, երգչախումբը առաջին հերթին լսելու մասին է, որի կարիքը բոլորս շատ ունենք։ Երգչախմբային արվեստի, ինչպես նաև փառատոնների հանդեպ ունեցած պատասխանատվությունից է, որ ամեն տարի մասնակից երգչախմբերի թիվն է ավելանում, ինչպես նաև մրցակցությունն է մեծանում։ Մրցույթը ունի որոշակի չափորոշիչներ, դրանցից մեկն է պարտադիր ընտրել մեկ հայկական ստեղծագործություն, որն արտահայտում է նվիրում առ Հայաստան։ Մայիսի 28-ին Շիրակի մարզում ավանդաբար անցկացվել է երաժշտական երգչախմբային փառատոներ եւ ես նպատակ ունեի վերստեղծել այդ լավագույն ավանդույթը եւ շարունակողը դառնալ, այնպես որ մայիսի 28-ը արդեն 4 տարի դրանից առաջ էլ որոշակի ժամանակահատված եւ ունեմ վստահություն, որ սրանից հետո էլ մշտապես լինելու է երգչախմբային տոնի օրը մեր օրացույցում։ Փառատոնի խորհրդանշական երգն այս տարի Ստեփան Լուսիկյանի հայտնի ստեղծագործությունն է «Ազատ Հայաստանը», որը մրցութային փուլից հետո հնչելու է Գյումրիի արվեստի ու երաժշտական դպրոցների միասնական երգչախմբի շուրջ 200 մասնակցի կատարմամբ։ Մարինե Դերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Ոչինչ ու ամեն ինչ պատահական չէ բնության մեջ, ինչպես եռագույնում է։ Գույները բնության մասին են խոսում, իսկ երանգները տրամադրության, որոնք նորաձևության ու դիզայնի մեջ անպայման սիմվոլներ են դառնում։ Այդպիսին է կանեցյան դիզայներական ստուդիայի հիմնադիր Այսիայի ստեղծագործական մոտեցումը, որով հստակ ընդգծում է նաև իր բնավորություն ու խառնվածքը։ Մոդելավորող դիզայների համար ոչ ստանդարտ մտածողության էմոցիաների տեղը Գյումրին է, որից կտրվել չի կարող։ Եվ քննադատությունը, եւ գովասանքը, եւ սերը, եւ ատելությունը, եւ այդ անհասկացվող եւ անսահման հասկացվող վիճակներ, այստեղ կա ամեն ինչ։ Բնույթով ու բնավորությամբ հակասական մարդկանց անբացատրելի էներգետիկայով քաղաքի օդն անգամ ստեղծագործել է տալիս։
Իսկ Ասիայի համար ամեն ինչն իր ապրած փողոցում է իր ստեղծած այն անկյունում, որի մուտքի թե ելքի դռնից զգացվում է մինիմալիստական ոճի եւ ոչ ստանդարտ մտածողության միախառնումը։ Բոլոր հեղինակային են մեկ օրինակից, մեկ մարդու ձեռագիր, այցեքարտն ու ստորագրությունը կանեցյան։ Գույները երկրի ու երկնքի մասին են, միտքն առանց բովանդակության չի լինում։ Իմ համադրությունների մեջ միշտ դիմում եմ բնության օգնությանը։ Ինքը միշտ ինձ օգնում է։ Միջատների այդ գեղեցիկ բարդ գործվածքային նախշերը, գույների համադրությունը, ամեն ինչ վերցնում եմ այն ամենը, ինչը Աստված տվել է։ Բնությունից են գույները, բնական են նյութերը, որոնք գծած ու կարացախուսների ուղեկցող աքսեսուարների վրա են, ծառի խեժը, բնական խխուժները, միջատները, հողի ու բույսերի բոլոր երանգները նորաձևելու միտք են Կանեցյանի համար, որոնք ասում է իրական առեղծված են, հորինված բաներ չկան։ Եթե ես փորձեմ իմ, այսպես ասած, այցեքարտը ցույց տալ, խորհրդանիշը սարդն է եւ սարդոստայնը, այսինքն բնությունն է եւ կանաչի ֆոնային երանգն է որպես սիմվոլիկ գույն իմ աշխատանքների համար։ Դիզայներական արվեստում սիրում է ակնարկների լեզվով խոսել, այդպես է անդրադառնում ազգայինին, որտեղ սիմվոլիկան գերիշխող է։ Այդպիսին է ծնունդ շարքը, այն հարսանեկան է։ Եռաշարքը եռագույն է լինելու, երրորդը ծիրանի։ Ծնունդ շարքում ներկայացնելու է հարսանեկան զգեստները, որոնցում պարզեցում կա, ազատ ոճ։ Մնում է նախընտրեն հայ հարսնացուները։ Սպիտակի համադրությունը գույների ու հայկական սիմվոլների հետ է։ Ու քանի որ հարսանեկան են, թույլ է տվել անդրադառնալ քրիստոնեական թեմաների առանց չարաշահելու։ Քրիստոսի ծնունդի անդրադարձն է, օգտվել եմ, ոգեշնչվել եմ հայ մանրանկարիչներից, Մուղնի ավետարանից եմ ոգեշնչվել, Էջմիածնի ավետարաններից եմ ոգեշնչվել։ Կորսետների մեծ սիրահար է, այն ինչ հեղինակում է, ազատ է համադրությունների մեջ, էքսպերիմենտների գնալուց չի վախենում։ Սկզբունքային լինելն արվեստում օգնել է Միլանի հագուստի դիզայնի և մոդելավորման Բուրգո ինստիտուտում ստացած կրթությունը։ Կորսետները գալիս եւ գնում են, հիմա չէի ուզի ասել, որ կորսետ ենք կրում, կորսաժներ են ավելի շատ, վերջացնում եմ, նոր եմ հասկանում ինչ եմ արել։ Էսկիզը մտքում կա, բայց էսկիզով չեմ սահմանափակվում։ Սա արդեն ծնունդ շարքից առաջ ստեղծված քահոսն է, անցյալը ապագայի, հայկական գոթիկա է, որտեղ հայկական ճարտարապետության մոտիվներն են, կարմիր ու սև տուֆի համադրում։ Այս փայտա դեղնավունը ավելի շատ ինձ մոտ առաջացել է այս ցանկությունը հայկական դռներից, դռան գույն, տեսեք թեկուզ Անիի մայր տաճարով օրինակով կառուցված եկեղեցին, փայտի գույն, սև եւ կարմիրի համադրություն, այդ ամենը տվել է այս աբստրակցիան։ Նորաձևության արվեստն ասում է ազդվում է բոլոր գործոններից, լինային քաղաքական թե տնտեսական, իսկ հայկականը հայկական չէր մնա, եթե չլիներ արտաքին աշխարհը։ Որպես համեմատություն նշում է հայոց բարբառները, որ միայն գրական հայերենով մեր լեզուն հարուստ չէ լինի։ Հայկականությունը մի տեսակ տենդենց կա աշխարհից կտրված ներկայացնելու, սա միայն հայկականն է կամ հայկականության ինչ-որ կոնկրետ ֆորմատներ են ուզում ցույց տան, որ միայն սա է հայկական։ Իսկ եթե նշեմ կոնկրետ ազդեցություններ, հա, ինչու՞ չէ, կարող եմ նշել Մարտիրոս Սարյանի գույները, կարող եմ նշել Վարդգես Սուրենյանցի ֆակտուրաները, կարող եմ նշել Երվանդ Քոչարի աբստրակցիաները, կարող եմ նշել Մինաս Ավետիսյանի չհամադրվող գույների համադրելու այդ կարողությունները։ Աշխատանքներում կերպարներ են, որոնք կարող են ինքնաբնորոշում լինել։ Մտածողությամբ ու իր ոճով այսյան միշտ հայտնվում են ուշադրության, անգամ ավելորդ ուշադրության կենտրոնում։ Գույների ոճերի ազդեցությունը իր կրած զարդերում է, հագուստներում, որոնք միայն իր հեղինակածն են։ Ես որպես ստեղծագործող աշխատում եմ չխաբել ինքս ինձ եւ չխաբել այն մարդկանց, ովքեր ինձ վստահում են, իմ հաճախորդին, իմ հետևորդին, որովհետեւ շատ ավելի լավ է լինել ճշմարիտ եւ մի փոքր չհասկացված։ Զրույցն ավարտում է, երբ իմացա, որ հագուստի դիզայները Ասիայի առաջին մասնագիտությունը չէ, բայց բոլորից կարևորն է։ Համասարանական կրթությամբ իրավաբան է, առաջին կարգի շախմատիստ։ Լուր բնավորությունում ոչ ստանդարտ մտածողությունում մասնագիտությունների կապը չի բացառում։ Դեկորատիվ լուծումներով արվեստանոցը միակը չէ։ Դիզայների համար կա այսպես ասած սևագիր արհեստանոց, ու նաև գեղանկարչական աշխատանքներ են ծնվում։
Այսիայի դիմանկարային գործերը նույնպես սիմվոլիկ էլեմենտներից հեռու չեն, ազդված ազնվականության պատմությունից։ Հեղինե Քուշկյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ համար այսքանը, ծանոթացեք նորությունների նաև ժամը 20-ին։